Հայաստանից ռուսական զին անձնակազմը դուրս բերելու Բաքվից հնչող հայտարարությունների մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի լսել։ Փոխարենը տեղյակ է Բաքվի մտահոգություններից եւ ըստ նրա արդարացի մտահոգություններին կապված Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության հետ լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե նրանք չեն զեկուցում Երևանին եւ չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք որևէ ազդանշան չենք ստացել Երևանից դրա դուրսբերման վերաբերյալ, ասել է Զախարովան։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին հայ լրագրողի հարցից Զախարովան հունից դուրս է եկել։ Նախ նշել է, որ այդ հարցի շուրջ աշխատում են իրենց ադրբեջանի գործընկերների հետ, ապա ինքն է հարցրել, թե ինչու հայկական կողմին չեն հետաքրքրում այլ երկրներում քանդվող այլ հուշարձանները։ Ни разу не слышала и не видела. Ես երբեք չեմ լսել կամ տեսել որևէ նյութ այս հարցի վերաբերյալ։ Ես երբեք չեմ տեսել զանգվածային աջակցություն մեր հիշողության պաշտպանության գործում, այդ թվում ծագումով հայ խորհրդային զինվորների։ Մենք միշտ ամեն ինչ անում ենք նրանց հիշատակը պահպանելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց պղծումից պաշտպանելու համար։ Ինչու այս իմաստով դուք երբեք չեք հարցնում։ Եվ ոչ միայն մեզ, այլև գուցե ձեր սեփական երկրում։ Ինչ համատեղ ջանքեր են գործադրվում այս առումով։ Իսկ Ուկրաինայում ինչ է, Կարմիր բանակում հայկական արմատներով զինվորներ չկային, երբ դիակները արտաշիրիմում էին, հուշարձաններ էին քանդում։ Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչու, ինչ պատճառով եւ ինչ համատեքստում եք բարձրացնում այս թեման։ Խնդրում եմ, մի արեք դա։ Որոշ չափով արդեն պարզապես սրբապղծություն է դառնում ինձ պարբերաբար նման հարցեր տալը։